Վերջին զանգը սերիալի ավարտից հետո հեռուստադիտողների ամենաքննարկվող ու ամենահուզիչ հարցերից մեկը դարձավ հետևյալը. կտեսնեն արդյոք նրանք կրկին Հենրիի կերպարը մարմնավորած դերասան Լևոն Մկրտչյանին հեռուստաէկրաններին։ Սերիալը Լևոնի համար դարձավ դեբյուտային։ Նա այնպիսի վստահ ու ազդեցիկ մեկնարկ ունեցավ, որ շատ փորձառու դերասաններ անգամ տարիներով չեն կարողանում հասնել նման ընդունելության։ Լևոն Մկրտչյանը բառացիորեն միանգամից սիրվեց հեռուստադիտողի կողմից։ Նրա Հենրին դարձավ կերպար, որի ապրումները, սխալներն ու պայքարը մարդիկ ընդունեցին որպես սեփական։ Շատերն իրենց ճանաչեցին նրա մեջ, շատերը նրան արդարացրին, շատերը քննադատեցին, բայց անտարբեր չմնաց գրեթե ոչ ոք, իսկ սա ամենամեծ ցուցիչն է, որ դերասանը կարողացել է ստեղծել կենդանի, իրական ու հիշվող կերպար։ Սերիալի ավարտից հետո սոցիալական ցանցերում հաճախ կարելի է տեսնել մեկնաբանություններ, որտեղ հեռուստադիտողները նշում են, որ Վերջին զանգը հենց Լևոն Մկրտչյանի շնորհիվ ուներ առանձնահատուկ հմայք, իսկ Հենրիի կերպարը դարձել էր սերիալի առանցքային սյուներից մեկը։ Շատերի համար դժվար է պատկերացնել, որ այս պատմությունից հետո նա կարող է երկար ժամանակ չհայտնվել էկրաններին։ Օրերս դերասանն Ինստագրամում կազմակերպել էր հարց ու պատասխան, որտեղ հետևորդներից մեկը նրան ուղղակիորեն հարցրել էր, արդյոք կտեսնեն նրան այլ սերիալներում կամ կինոնախագծերում։ Լևոն Մկրտչյանի պատասխանը միաժամանակ և հուսադրող էր, և ինտրիգային։ Ամենաշատ տրված հարցն է՝ գիտեմ, որ անհամբեր սպասում եք նոր նախագծի, խոստանում եմ անսպասելի անակնկալներ կլինեն, նշել էր նա առանց որևէ կոնկրետ անուն կամ նախագիծ նշելու։ Այս պատասխանը միայն ավելի էր մեծացրել հետաքրքրությունը։ Հեռուստադիտողները սկսեցին ենթադրություններ անել, քննարկել, վերլուծել յուրաքանչյուր բառ, փորձել հասկանալ՝ արդյոք խոսքը սերիալի, ֆիլմի, թե նոր հեռուստանախագծի մասին է։ Մի բան սակայն ակնհայտ է, որ դերասանը գիտակցում է իր հանդեպ հետաքրքրությունն ու սպասումները և չի պատրաստվում հիասթափեցնել իր հանդիսատեսին։ Բացի այդ, օրեր առաջ նույն հարցը հնչել էր նաև Դիանա Գրիգորյանի կազմակերպած հարց-ու-պատասխանի ընթացքում։ Հետևորդներից մեկը հետաքրքրվել էր՝ արդյոք Լևոն Մկրտչյանը կներգրավվի նրա նոր նախագծում։ Պրոդյուսեր սցենարիստը ինչպես միշտ պահպանել էր և ինտրիգը, և չէր բացահայտել որևէ մանրամաս, ոչ հաստատելով, ոչ էլ հերքելով այդ հնարավորությունը։ Իսկ Դիանա Գրիգորյանի լռությունը, ինչպես ցույց է տալիս փորձը, հաճախ նշանակում է, որ անակնկալը դեռ առջևում է։ Հաշվի առնելով, թե որքան մեծ սեր ու ընդունելության արժանացավ Լևոն Մկրտչյանն իր առաջին իսկ աշխատանքով, լիովին տրամաբանական կլինի նրան կրկին տեսնել էկրաններին։ Հատկապես Դիանա Գրիգորյանի նոր նախագծում։ Նրանց համագործակցությունը Վերջին զանգը սերիալում հաջողված էր, իսկ նման հաջողությունները որպես կանոն շարունակություն են ունենում։ Հեռուստադիտողներին մնում է միայն սպասել ու հավատալ, որ գեղեցիկ ու արժանի անակնկալը դեռ առջևում է, իսկ եթե այդ անակնկալի մեջ կրկին լինի Լևոն Մկրտչյանն արդեն նոր կերպարով, նոր պատմությամբ ու նոր զգացմունքներով, ապա կարելի է վստահ ասել հեռուստաէկրանները կրկին կապրեն նրա ներկայությամբ։ Ինչպես արդեն նշեցինք, Լևոն Մկրտչյանը հեռուստադիտողին հայտնի դարձավ Վերջին զանգը սերիալից։ Դերասանի անձնական կյանքն առավել բուռն քննարկվեց, երբ համացանցում հայտնվեցին նրա և սիրելիի Էվելինա Ստեփանյանի համատեղ լուսանկարները։ Դերասան ամուսինները հյուրընկալվելով Ամալիա Հովհաննիսյանի «Life Room» սեր-հաղորդմանը խոսել էին դժվարությամբ տրված սիրուց, սպասվող հարսանիքից և ընտանիքից։ Հանդիպել ենք 17 տարեկանում համալսարան ընդունվելիս, պատմել էր Լևոն Մկրտչյանը։ Այնպես էր ստացվել, որ նույն օրը, նույն ժամին քննության էինք։ Ես նրան միանգամից եմ նկատել, նրա գեղեցկությունը, պահվածքը շատ տարբերվող էր։ Այդ ժամանակ քայլ չարեցի, իմ կյանքում աղջիկ կար, ում հետ երկար ժամանակ շփվեցինք, բայց չհասկացանք իրար։ Հետո տեսա Էվկային ու միանգամից ինքս ինձ ասացի՝ ինքն ա։ Սկսեցի քայլեր անելու, սկսվեց մեր շփումը։ Երկրորդ կուրսից սկսեցինք հանդիպել, դասերին այնքան էինք խոսում, դասախոսներն ասում էին՝ լռեք։ 7 ամիս կոնֆետներով էդ առն էի սարքում, նվիրում, հետո ծաղիկներ։ Մի քանի ամիս շփումից հետո զգացմունքներս ավելի խորացան։ Էվկային տեսնելիս հալվում էի։ Հետագայում դա վերածվեց մեծ սիրո։
Դերասենի կինը Էվելինա Ստեփանյանն ավելացրել էր. «Երբ որևէ բան շատ ես ուզում տվյալ նպատակին հասնելու գործընթացն ավելի հաճելի է, քան բուն նպատակը։ Երբ հասնում ես նպատակակետին, այդ ամենը դառնում է անհետաքրքիր։ Ինձ համար ռոմանտիկ հարաբերությունների շրջանը հետաքրքիր էր, բայց հարաբերություններ սկսելուն պես հասկացա, որ դա ինձ այս պահին պետք չէ։ Լևոնը որոշեց, որ բաժանվում ենք։ Մտքիցս հանել էի, որ հնարավոր է միասին լինենք։ Մի քանի ամիս անց Լևոնը նորից սկսեց քայլեր անել, որոնք ինձ հունից հանում էին, նույնիսկ տհաճ էին։ Գալիս էր հետևիցս ժամերով, կանգնում էր լսարանի առաջ, հետո ամեն ինչ սահուն ստացվեց։ Չհասկացա որ կետում ինձ մոտ ամեն ինչ փոխվեց։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ միմյանց համար ենք ստեղծված»։ Լևոն Մկրտչյանն էլ նշել էր, որ աղջկա և տղայի կազմած ընտանիքին ոչինչ չպետք է խանգարի։ Օրինակ, ես պետք է նկատեմ, որ փոշի կա ու ասեմ՝ Էվկա, ինչու չես մաքրել։ Եթե մայրս ասի՝ կոնֆլիկտ կլինի, ինչին ի պատասխան Էվելինա Ստեփանյանը նշել էր, որ իր սկեսուրը ռուս է, նա բացառիկ մարդ է, մենք ընկերներ ենք, թե իմ, թե Լևոնի ընտանիքն ասացին՝ դուք առանձին ապրեք, մենք բոլոր հարցերով ձեր կողքին ենք։ Այդ առումով շատ բախտավոր ենք, ես սիրում եմ մեծ ընտանիք, սիրով կապրեի մեծ ընտանիքում, բայց Լևոնի մաման առաջիններից էր, որ ասաց՝ պետք է առանձին ապրենք։